Սովորական աշխատանքային օր է դեղատան 3 հասցեում գտնվող քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչության շենքում, ասես ոչինչ չի եղել։ Թեև ինչ-որ բան եղել է, այն էլ մեծ բան։ Փաստ-ինֆոն գրել է, որ մայիսի 20-ին այս շենքի 6-րդ հարկի չհրկիզվող պահարաններից մեկից $590,000 են գողացել։ Փող, որ իրեղեն ապացույց էր քրեական գործերից մեկով։ Որևէ կերպ, ոչ մի ողջամիտ միտք չի գալիս, թե ինչ կերպ պիտի այդ ամեն ինչը այդպես բարձի թողի վիճակում լիներ, որ հնարավոր լիներ այդ հափշտակությունը անելու։ Քննչական կոմիտեի խոսնակը Հայլուրին հայտնել է, որ որևէ մեկնաբանություն չունեն տեղի ունեցածի վերաբերյալ։ Որ այս շենքի 6-րդ հարկում մեծ փող է եղել, իմացել են վարչության բոլոր քննիչները, Փաստ-ինֆոն է գրում։ Ավելի քան $500,000 ամիսներ պահվել է այդտեղ ու առաջին անգամ չէ, որ շարժել է հանցագործների հետաքրքրությունը։ 2024 թվականի դեկտեմբերին էլ են փորձել տանել խոշոր գումարը, քրեական վարույթ կա նախաձեռնված։ Երևանցիներն ապշած են, որ հանցագործեն հանցավորության դեմ պայքարողների քթի տակ աննախադեպ է։ Ուրեմն ինչքան ամոթ է, որ հենց քննչականի շենքից են գողություն արել։ Այդ քննիչները թող մտածեն այդ մասին։ Սխալ եմ ասում։ Թող իրանք մտածեն կոմիտեից, քննչական կոմիտեից փող են գողանում։ Ուրիշ տեղից կգողանան ու կգողանան այդ դեպքում։ $500,000 հատուկ պահպանության տակ գտնվող սեյֆից ով կարող էր հանել։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը դժվարանում է անգամ գնահատական տալ կատարվածին։ Իր փաստաբանական գործունեության 20 տարիների ընթացքում չի հիշում գոնե մեկ այսպիսի դեպք։ Մեր իմացած ամենամեծ կորուստը, այսպես ճակերտավոր, դա եղել է մեղադրյալի անձնագիրը, երբ որ բացակայելու արգելք խափանման միջոցի ժամանակ, որ այն ժամանակ կոչվում է ստորագրություն չհեռանալու մասին, վերցվում էր վարույթ իրականացնող մարմնի կողմից, հետո արդեն այդ շատությունից, փաստաթղթերի, շատ անգամ չոր տեղ էին դնում, փոխանցում էին վարույթները եւ այլն, ու կարող մի քանի օր մեղադրյալի անձնագիրը չգտնվեր։ Գողը քննչական կոմիտեի շենք է մտել քննիչի կեղծ անցագրով։ Իր աղբյուրներին հղում անելով հայտնում է Փաստ-ինֆոն։ Մայիսի 20-ին աշխատանքային ժամին չարագործը մտել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գլխավոր վարչության շենք ու 16 ժամ մնացել ներսում, սև գործն արել և առավոտ 8:30-ին դուրս եկել շենքից։ Ամեն ինչ էլ կպատվայի տղա ջան։ Տենց է, հիմա կյանքը տենց է։ Եթե գողը տնից չլինի, եզը երթիկից չեն կարող հանել։ Ժողովրդական խոսքն են հիշում երևանցիները դեպքի մանրամասներն իմանալուց հետո։ Ամենայն դեպս եթե տեղից տարել են, մեջի մարդը մեջն է, թող մեջի մարդկանցից քտնեն տանողին, ինֆորմացիա տվողին ամենաճիշտը։ Իսկ որ տարելը լավ արի, այս երկրի այս ղեկավարությունը հասնում է։ Քննչական կոմիտեն թող չքնի, թող հսկի, որ տանում են։ Եթե քննչական կոմիտեն քնած ու տանում են, ուրեմն հալալ է տանողին։ Առաջ անգամ եմ լսում, առաջ անգամ։ Ես երկար տարիներ աշխատել եմ այդ հիմնարկում, չի եղել այդ բան։ Խոշոր գողոնի գործով ըստ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է ձերբակալվել։ Ինչպես կարող է քննչական կոմիտեում, որը անմիջական իրավակարգի պահպանման եւ հանցագործությունների կանխարգելման առաքելություն ունեցող կառույց է, այսպիսի կիքս տրվի այնտեղ ու բա որ հանկարծ շատ ավելի վատ բաներ լիներ, ինչ որ մեկի կյանքի նկատմամբ առողջության նկատմամբ ոտնձգություն տեղի ունենար։ Սա անլրջության վերին մակարդակ է ու ցավոք սրտի կառավարման ամբողջ, այսպես շղթայի մեջ վիրուսի նման տարածված վիճակ է։ Փաստաբանը նկատում է, մի քանի չոր կոպեկ չեն գողացել, ինչ էլ լինի փողի համար պատասխանատվություն պետք է կրեր այն քննիչը, որի սեյֆում այն պահվում էր։ Այսօր մենք ասենք այնպիսի իրավիճակի հետ ենք, այնպիսի հանցանքի հետ ենք, գործ ունենում, որ արդեն երկրում պաշտպանվածության և իրավական պաշտպանվածության առումով լուրջ կասկածներ է առաջանում։ Հանճարեղ գողության հեղինակին քննիչները հնարավոր է չեն ճանաչել, մտածել են իրենց նոր աշխատակիցն է։ Ֆարմանյանն այդպես է կարծում, որովհետև ամեն օր աշխատող է փոխվում քննչական կոմիտեում։ Միևնույնն է, նրա կարծիքով մի երկրում, որտեղ ամեն քայլափոխի տեսախցիկներ են շարված, գողը չպետք է 16 ժամ կարողանա աննկատ մնալ քննչականի շենքում։
Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։